Բարև ձեզ, սիրելի քույրեր եւ եղբայրներ։ Միայն ծովը չէ, որ փոթորկում է։ Երբեմն փոթորիկն արեկոծում է նաեւ մեր կյանքը։ Ու ճիշտ այնպես, ինչպես Հիսուս Քրիստոսի առաքյալները, որոնք պետք է նավով ծովի մյուս ափ անցնեին, բայց փոթորկի պատճառով խուճապահար եղան, մենք էլ ահուդող ենք ապրում, երբ լուրջ դժվարությունների մեջ ենք ընկնում։ Հաճախ սկսում ենք բողոքել, դժգոհել, հուսահատվել։ Սուրբ առաքյալների նման մենք էլ հարցնում ենք. Տեր, քեզ չի հետաքրքրում, որ մենք կործանվում ենք։ Մենք նախատում ենք նրան, երբ նա ըստ մեր կարծիքի իրեն մեր հանդեպ ճիշտ չի պահում, կամ մեր պատկերացումների համաձայն չի գործում։ Բայց Հիսուս Քրիստոս նախատանքներին չի արձագանքում։ Նրա խոսքն ուժ ունի, նա ասում է եւ լինում է։ Տերը առաքյալներին չի գովաբանում ասելով, թե լավ արեցին, որ դժվարության պահին իրեն դիմեցին։ Փոխարենը նա զայրացած հարցնում է նրանց. Ինչու եք այդքան վախկոտ, դեռևս հավատ չունեք։ Արդարև, կյանքին սպառնացող իրավիճակում մեզ համար հավանաբար դժվար է անսասան մնալ, ոչնչից չվախենալ, ամեն նորմալ մարդ, ամենայն հավանականությամբ իրեն կպահեր Քրիստոսի առաքյալների նման, բայց դեռ Հիսուս Քրիստոս ցանկանում է նոր բան սովորեցնել մեզ։ Նա ուզում է, որ իր հետևորդները իմանան, որ երբ նա իրենց հետ է, նրանք վախենալու կարիք չունեն, որովհետև Սուրբ գրքում գրված է. եթե Աստված մեզ հետ է, ով կարող է մեր դեմ լինել, որ ուժեղ հավատքը սարեր կարող է տեղափոխել։ Եկեղեցու Սուրբ գրության ու ավանդության մեջ Աստծո հանդեպ անսահման եւ անբիծ վստահության բազում օրինակներ ենք գտնում, որոնք պսակվում են արդարության հաղթանակով։ Այդ ամենը գալիս է մեզ սովորեցնելու, որքան էլ փոթորկոտ լինի մեր կյանքը, երբ Տերը մեզ հետ է, մենք վախենալու կարիք չունենք։ Նա հոգ է տանում մեր մասին, նույնիսկ եթե այդ պահին մենք դա չենք հասկանում, կամ այդ պահին արդարության հաղթանակը չենք տեսնում։ Միանգամայն ճիշտ է, եւ մենք գիտենք դա նաեւ մեր պատմությունից։ Հիսուս Քրիստոսի հետ լինել, նրա սուրբ ավետարանը քարոզել, նրա որպես փրկիչ խոստովանել, երբեմն նշանակում է ստիպված լինել տարապել նրա հետ, հանդիպել մեծ դիմադրության կամ լինել մերժված։ Մինչ օրս աշխարհում քրիստոնյաների նահատակությունները շարունակվում են։ Բայց հավատացյալ քրիստոնյան պետք է անվախ լինի, քանի որ գիտի, որ Տերն իր հետ է։ Սա իմանալը եւ սրան լիովին վստահելը կարող է միայն նա, ով գտել է ճշմարիտ հավատքը, ով Հիսուս Քրիստոսի մեջ է տեսնում Աստծո միածին որդուն, որ եկել է աշխարհը փրկելու։ Հավերժական կյանքը, որն Աստված դրել է մեր մեջ, Հիսուս հավատքի միջոցով չի կարող ոչ ոք մեզանից խլել։ Ուստի մի վախեցեք, քանի որ Աստված ընդ մեզ է։ Ամեն։